Մեծամասնությունը դին ժամանակ դուք եք աշխատել, հիշում եմ, քեզ էլ եմ հիշում, հա, մի խոսքով այսինքն այն ժամանակ ես հայտարարում էի, ովքեր Գյումրիի հետ կապված, ունեն ծրագրեր, առողջացման հետ կապված, աշխատատեղերի ստեղծման հետ կապված, ես չգիտեմ, բարոյահոգեբանական մթնոլորտի, ամեն ինչի հետ կապված ես պատրաստ եմ լսելու, քննարկելու, քննարկման առարկա դարձնելու։ Հիմա եւս նորից բարձրաձայնում եմ, ոչ միայն տեխնազուների, այլ բոլոր թեկուս այն կուսակցությունները, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, մարդիկ կան, որոնք չեն առաջադրել իրենց տեխնազությունը, ուրեմն հասարակական կազմակերպություններ կլինի Երևանում, դրսում ովքեր որ կցանկանան քաղաքի հետ կապված որևիցե մի դրական գործ կատարել, դռները բաց է, արագ կարգով ընդունում ենք, քննարկում ենք ու հետական նայում ենք։ Մասով Սարակ Մինասյանը ասում է, որ խիստ տարբերվում են 4 ուժերը։ Ես այդքան շատ բաների հետևից չեմ մգնում ընդհանրապես։ Ես այդ զիզի-բիզի բաների հետևից չեմ, ես կարևոր է հսկայական քաղաքապետարանն եմ սարքել։ Հասկանալ, որ նայում եմ, այսպես հիացմունքով եմ նայում, որ ինչ եմ կառուցել։ Ու կյանքի գնով, չարչարանքներով, հեմ իսպես մարդիկ գալիս են, մեկ էլ բաներ կան, այսպես մեր անունից, մեկ է տեսար, այնպես վատ բան են ասում ինձի, որ դուք եք ցույց տալիս, բան չնայած սարքած էլի, կզգամ որ մեծամասնությունը սարքած է։ Մենք հարցնում եմ, քսեմ, այս մարդիկ ինչ են այսպես մտածում, որ հələ մի վատ բան ասեն, որ ես արել եմ։ Ես ուզում եմ ընդհանրապես թակ մի վատ բան։ Մի հատ ինձ ասեք, թե ես ինչ որ մի վատ բան եմ արել առանց շարի։ Օբյեկտիվ։ Թող մի հատ էս կան ինձ բան եք ասում, լրատվական կառույցներով։ Հələ մի հատ մեկի անունը ասեք, որ ես ինչ որ մի բան եմ արել։ Իմ հետ կապված։ Մեկ նայում եմ, քսեմ, այ մարդ միգուցե ինֆորմացիայի օրն է կարող է ընկել եմ ավտոյի տակ իսկական։ Հիմա ես մեկպես հավատացեք մտածում եմ։ Անօթևանության խնդրի հետ կապված, հա, ամենաառաջնային խնդիրը դուք ասեցիք աշխատատեղերի ստեղծում, նաև անօթևանության։ Բնակարանաշինություն է լինելու, ինչ է լինելու ձեր ծրագրի։ Մի քիչ համբերեք, շատ ծրագրեր ունենք։ Ամեն ինչ ունենք անելու։ Այդքան իմ ժամանակ բնակարան կառուցվեց, 17000 բնակարան կառուցվեց իմ օրոք։ Ես բարձրաձայնում եմ, բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Եթե ես մնա հիմա այդ հարցերը վերջացրել վերբրծել էի։ Ցավոք սրտի այսպես արեցին։ Հիմա սպասեք մի քիչ կտեսնեք, որ իմ առաջնային խնդիրն է աշխատատեղերի ստեղծում։ Դրա հետ մեկտեղ A ու B սկզբունքով բնակարանների, որ մարդիկ 37 տարի մնացել են այդ տնակների մեջ։ Հետո քաղաքապետերին ընդհանրապես, որ ուզում եք գնահատական տալ բոլորդ, հարցրեք, թե փոքր եւ միջին բիզնեսը այդ քաղաքապետը խտանել է թե ոչ։ Եթե փոքր ու միջին բիզնեսը նա չի խտանում, այսինքն պատկերացնում եք դա կենցաղ սպասարկման օբյեկտներ, բնակելիներ, եթե չի տալիս, շին թույլտվություն չեն տալիս, ինչի չեն տալիս։ Այդ դա է ինձ հետաքրքիր։ Ինչի համար չեն տալիս։ Ինչն է պատճառ, ինչ հախեր են ուզում, տանում, բերում են, ինչ են անում, չկամ են, վերևից են հանձնարարում, որ չտակ, որ երգիրը չկառուցվի։ Ես ուղղակի դա ուզում եմ հասկանալ։ Ես ասում եմ, իմ օրոք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, բացի Երևանը, բոլորը միասին, գյուղերն ու քաղաքները, իմ չափ հողատկացում չեն արել։ 100-ից 120 միլիարդ դրամ, դուք հասկանում եք դա ինչ թիվ է։ Քաղաքից հանվել է 40-ից ավելի տնագներ։ Դուք հասկանում եք դա ինչ աշխատանք է։ Հələ գնացեք էլի մի հատ կուխնյա սարքեք։ Հələ տեսեք, ինչպես ինչ նայեք իմ սարքածը։ Ինչ նայեք, ինչ էս դիմացի շենքը տեսնում եք, սեփականատերը ոչ պատուհաններն էր գցում, ոչ կդուրն էր փոխում։ Չեմ անի ու վերջ։ Ամեն ինչ արել եմ, որ փոխի։ Ամեն ինչ տղավարիել եմ մոդեցել իրանց, պետք է ասել եմ, պետք է փոխեք։ Ցայգը նույնությամբ չէր փոխում կդուրն ու մնացածը, այդ շենքը հսկայական, որ առել են, այդպես մի ամիտ, սաղ մեր ունեցվածքը խպես այդ շենքի արժողության չափ չկա, թե ոնց գցին ձեռքերը, ոնց մատել մի ուրիշ տեղ են գնաց, այդպես մի ամիտ, հիչ բանից խաբար չեն, հա։